Վախենամ, որ շատ դժվար է այսպիսի ելույթից հետո տեղափոխվել ինչ-որ ուրիշ բան ասել, մանավանդ, որ շատ թեմաներ, որոնց մասին մենք մտածել ենք, նաև Վարդանը շոշափեց։ Բայց այնուամենայնիվ փորձենք խոսել, եւ այստեղ ես որպես փիլիսոփա ուզում եմ իմ բողոքը հայտնել մեր պանելի վերնագրի դեմ, որովհետեւ այստեղ գրված է Ռուբեն Վարդանյանի փիլիսոփայությունը բանտային թե համամարտկային։ Նախ ես չէի ուզենա խոսել Ռուբենի փիլիսոփայության մասին, որտեղ փիլիսոփայությունը տեսություն է։ Ինքը ինչքան էլ մտածող մարդ էր, բայց ինքը տեսաբան չէր։ Ավելի շուտ այստեղ խոսքը գնում է Ռուբենի աշխարհայացքի մասին, իսկ ինչ վերաբերում է բանտայինին եւ համամարտկայինին, գիտեք ինչ է, այն ամենը, ինչ որ իր մեջ կար, կտրուկ ուժեղացել է, սրվել է եւ ավելի խորն է սկսել ընկալվել այն պայմաններից, որում նա հայտնվել է։ Այդ մասին խոսեց նաև Վարդանը։ Եվ դրա համար ես որպեսզի չտեսաբանեմ, ճիշտ է, որպես վարող եմ այստեղ, բայց մի քանի խոսքեր ինքս եմ ուզում ասել, հույս ունեմ շատ երկար չեմ խոսի, ուզում եմ հետևյալի մասին ասել։ Մի քանի տարի առաջ էր, որ մենք Ռուբենի հետ առաջին անգամ հանդիպեցինք, ինքը ցանկություն ունեցավ, որ մենք խոսենք, քննարկենք ինչ-ինչ բաներ, որոնք կապված էին Հայաստանի իրավիճակի հետ եւ առաջարկեց մասնակցել Տաթևյան քննարկումներին, որը ես իրով համաձայնեցի եւ ամբողջ ամառը մենք գնում գալիս էինք Տաթև, բայց այստեղ մի պահ կար։ Մարդն ասում է լավ, պիտի գնանք Տաթև, Տաթևն էլ դեռ ոչինչ, պիտի իջնենք ուրեմն այդ հին անապատը եւ այնտեղ քննարկում անենք։ Լավ, հոգուտ մտավ, մի անգամ գնանք, բայց ախր ճանապարհը 4 ժամ է։ 4 ժամ էլ հետ է գալիս։ Հետո մեզ հետ կային մարդիկ, որոնք 80 անց էին, իրենց համար այդ անապատը իջնելն էլ հեշտ բան չի։ Գնանք մի անգամ տոգորվենք այդ զգացողությամբ, հետո գանք կարող ենք հաջորդ անգամ հանդիպել Երևանում կամ այլուր, չէ, յուրաքանչյուր անգամ պետք է գնանք։ Եվ ահա ես հետո արդեն շատ ավելի հետո զգացի այդ մարդու ներքին, այսինքն ինքը պետք է միջավայրը զգար։ Եվ նա ոչ թե ինքն էր այդ միջավայրը զգում, այլ նա մեզ պարտադրեց, որպեսզի մենք այդ միջավայրը զգանք։ Մենք հասկանանք, թե ինչ բան է Տաթևը, ինչ բան են լեռները, ինչի որ չէինք տեսել, բայց զգայինք այդ մթնոլորտը, այդ մարդն էր։ Եվ երբ որ մենք քննարկում էինք այդ տարբեր ամենատարբեր հարցեր, որոնց իհարկե հիմա չի կարելի անդրադառնալ, իմաստ չունի ուղղակի խոսել այդքանի մասին, մի կարևոր թեմա կար, որ իրեն շատ էր անհանգստացնում, դա այն էր, թե ինչպես է հնարավոր խոսել հայկական հասարակության հետ։ Լավ, ինչ անեց, որ մարդկանց հասնի գաղափարը։ Պոպուլիզմը հասկանալի է, պոպուլիզմը հասնում է, ռացիոնալ խոսքը չի հասնում, հասկանալի է, ինչ ուզում ես ասես, բանական խոսքը մարդկանց չի հասնում։ Պոպուլիզմը ջարդել պոպուլիզմով իմաստ չունի, որովհետև ինչ տարբերություն ուրիշի պոպուլիզմն է, թե քունն է։ Ուրեմն ինչ է պետք անել։ Սա նրա տառապալից խնդիրն էր։ Ինչ անել, որպեսզի կարողանաս մարդկանց համոզել քո իրավացիության մեջ։ Եվ վերջնական որոշումը, որին նա եկավ, այստեղ Արմանն ասում էր, որ այստեղ է դա եղել, բայց այնտեղ էլ է եղել, որովհետև այնտեղ էլ այդ նույն հարցերի մասին խոսում էինք, այն էր, որ պետք է գործել սեփական օրինակի հիման վրա։ Միակ բանը, որ կարող ես անել, դա սեփական օրինակն է։ Այսինքն ես այսպես եմ անում, տեսեք եւ դուք էլ այդպես արեք։ Եվ նրա Արցախ գնալը շատ բանով այստեղ է, ուրեմն դրա հետ էր կապված։ Այն բանից հետո, երբ որ տեղի ունեցավ այն ինչ որ տեղի ունեցավ, ես սկսեցի մտածել այնուամենայնիվ գուցե ճիշտ չէր։ Գուցե ճիշտ չէ, չէ որ դու գնում ես եւ ոչ միայն դու ինքդ ուրեմն հանդիպում ես այդպիսի ծայրահեղ դժվարությունների, այլև արդյոք դու դրանով ցնցում ես հասարակությունը։ Արդյոք հասարակությունը ցնցված է դրանով։ Դա էլ կարծես թե չէր երևում։ Եվ ինձ համար շատ կարևոր էր իր համար համոզմունքը, որ ինքը ճիշտ է արել։ Եվ այստեղ նա բերում է Գարի Գարդինի մի ուրեմն մուլտիպլիկացիոն կինոնկարի օրինակ։ Այդ օրինակով ես ուզում եմ վերջացնեմ, բայց դա իսկապես ֆանտաստիկ մի օրինակ է, նա պատմում է մի փոքրիկ մուլտ, որտեղ որ ուրեմն մոխրագույն թռչունները փորձում են հաղթահարել փոթորիկը, չեն կարողանում առաջ գնալ, գալիս է սպիտակ թռչունը, ձեռքերը այսպես տարածում է եւ պահում է նրանց այդ քամուց, հնարավորություն է տալիս փրկվել, դուրս գալ եւ երբ որ արդեն այդ մոխրագույն թռչունները հայտնվում են շատ ապահով մի տեղում, նայում են վրան եւ ասում են օգուտ պատահեց ոնց եղավ որ մենք մոխրագույն ենք իսկ դու սպիտակ եւ սկսում են վրան ցեղ գցել որպեսզի իրեն էլ դարձնեն մոխրագույն
Եվ քանի որ ցեխը նրան չի կպչում, հարցակում են վրան, ջլատում, ծվատում, ջախջախում, սպանում։ Այն բանից հետո, երբ որ սպանված սպիտակ թռչունը բարձրանում է վերև, համբարձվում է եւ իրենք պարզվում են, որ դա ուրիշ տեսակ է, սկսում են նրան երկրպագել։ Նկարները բնում են ման են գալիս այդ նկարներով, այնքան ժամանակ, միջև որ հայտնվում է սև թռչունը, որի շուրջը նրանք հավաքվում են։ Ահա այս համոզմունքը ունի Ռուբենը։ Նա համոզված է, որ ճիշտ է արել։ Նա համոզված է, որ այն ինչ որ ինքը անում է, նա անում է մարդկանց համար, բայց անում է նաև իր համար, որովհետև տառապանքը նույնպես նրան ուժեղացնում է։ Եվ մեզ է ուժեղացնում, եւ նա մեզ սովորեցնում է փաստորեն այնտեղից էլ, բանտից էլ սովորեցնում է ինչ-ինչ բաներ, որոնց մասին մենք չէինք մտածել։ Այստեղ ես կանգ առնեմ եւ հրավիրեմ մեր գոլեգաներին